Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար ազգային ժողովի նախկին падգամավոր Գայանե Աբրահամյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Աբրահամյան։ Բարև ձեզ։ Տիկին Աբրահամյան Երևանում տեղի ունեցավ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանը։ Այստեղ Եվրախորհրդարանի տարբեր падգամավորներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ ամենատարբեր հայտարարություններ արեցին ժողովրդավարության, նաև խաղաղության պայմանագրի մասով նախ նշեցին, որ այդ ճանապարհին պատրաստ են Հայաստանին օգնել եւ օգոստոսի 8-ը տարածաշրջանը փոխող իրողություն է, բայց տեղում ներսում մենք լսում ենք այլ հայտարարություններ, որ Հայաստանը ոչ միայն ժողովրդավար չէ, այլ բռնապետություն է։ Օգոստոսի 8-յան իրողությունները ոչ այնքան խաղաղության մասին են, որքան այս իշխանությունների իմիտացիոն գործընթացի մասին, որ 2026 թվականին կարողանան վերընտրվել։ Հիմա այս դիսբալանսի մասին եմ ուզում խոսենք։ Մի կողմից խոսվում է եվրոպական համայնքի կողմից, որ այո, Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է, այսպես ասած, եւ իրենք օգնելու են այդ ճանապարհին, որպեսզի Հայաստանը կայանա, ոտքի կանգնի, եւ օգոստոսի 8-ը լավ նախադրյալ է նաեւ այդ ճանապարհին, եւ այսպես շարունակ, եւ ներսում մենք լսում ենք լրիվ հակառակ հայտարարություններ։ Ինչի մասին են այս հայտարարությունները եւ ինչ եզրակացություն կարող ենք անել։ Իրականում Եվրանեստի ընթացքում սովորաբար հենց մի քանի ուղղությամբ է քննարկումները ծավալվում, իսկ ժողովրդավարությունը հիմնակազմն է, որ քննարկումների հիմնական փաթեթը ներառում է։ Եվ այս առումով բնականաբար նաև ժողովրդավարությունը համեմատական առումով Հայաստանում շատ ավելի լավ դիրքերում է, քան Վրաստանում եւ վստահաբար նաեւ հենց դա է քննարկվել նաեւ, որովհետեւ բանավաճառներից մեկը նաեւ դա է ներառում, այսինքն այդ առումով հասկանալի է, որ ամեն ինչ իհարկե հարաբերության մեջ է դիտարկվում, ամեն ինչ իհարկե համեմատական դիրքերից է գնահատվում։ Եվ տարածաշրջանում իրականում Հայաստանը ժողովրդավարական գործընթացների տեսանկյունից լավագույն դիրքերում է, ուզենք թե չուզենք։ Այն, որ ներսում առկա են խնդիրներ, այն, որ ներսում հատկապես դատաիրավական համակարգում, հատկապես խոշտանգումների որոշ նաև խնդիրների, այսինքն փակ հաստատություններում մենք ունենք աննախադեպ թվով զոհերի, մահերի դեպքեր այս տարվա ժամանակահատվածում, բայց սրանք դեռևս չեն նշանակում այն հիմնական խոսույթը, որ ընդդիմությունը հաճախ ասում է 37 թիվն է, ընդհանրապես չեն պատկերացնում այդ ինչ համեմատություններ են անում եւ ընդհանրապես մարդիկ գիտեն ինչ է տեղի ունեցել 37 թվականին եւ ընդհանրապես ինչ է նշանակում որպես այդպիսին քաղաքական նաեւ ռեպրեսիաների ծավալը 37 թվականին, ոնց որ այդ համեմատությունները խիստ անհեթեթ են, իսկ Հայաստանը հատկապես նորից եմ ասում Եվրանեստի, որովհետև արևելյան գործընկերության երկրների մասին է եւ արևելյան գործընկերության երկրներից հատկապես տարածաշրջանում Ադրբեջանը եւ Վրաստանը ժողովրդավարության մասին, հատկապես Ադրբեջանը ուղղակի խոսել չենք կարող, Վրաստանի բավական լուրջ անկումը Եվրամիության համար շատ լուրջ խնդիր է եւ իսկապես մեծապես ցավ է, որովհետեւ ահռելի ռեսուրսներ են դրել, ահռելի, այսպես ասած, ժամանակ են ծախսել, նաև որոշակի հույսեր են կապել, որ Վրաստանի միջոցով նաև տարածաշրջանը որոշակի այդպես ժողովրդավարական գործընթացի մեջ է մտնելու եւ հասկանում են, որ մեծ հաշվով կորսվում է պետությունը որպես ժողովրդավար պետություն եւ Ռուսաստանի ազդեցություն չափազանց մեծ է եւ չափազանց վտանգավոր։ Սա նաև վտանգավոր է մեզ համար։ Սա նաև կարևոր էր եւ դա է նաև պատճառը, որ քննարկման հիմնական թեման դա էր այս տարի, որովհետև հասկանում են, եթե Հայաստանը ունի եվրոպականացման դեպի Եվրոպա գնալու այսպես նկրտումներ եւ նպատակներ, դրա հիմնական տնտեսական ճանապարհը այնուամենայնիվ Վրաստանով է լինելու, քանի դեռ բացված չի Թուրքիայի ճանապարհը։ Եվ այս առումով Հայաստանին ամենաշատն է թերևս ձեռնտու, որ Վրաստանը այնուամենայնիվ չշեղվի իր եվրոպական ճանապարհից, մինչդեռ մենք տեսնում ենք, որ այդտեղ խնդիրներ կան, այսինքն սրանք իսկապես արտահայտություններ են եւ ուղղություններ են, որոնք եւ մեզ համար են շատ կարեւոր եւ Եվրոպայի համար են շատ կարեւոր։ Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, անկեղծ եմ ասում, ես չեմ հասկանում
այն բոլոր քննադատությունները, որոնք հաճախ ասում են, որ խաղաղության օրակարգը նախաստորագրվեց զուտ որպեսզի դա հետագայում ընտրությունների ժամանակ խաղաթուղթ դառնա։ Մեծ հաշվով դա չի կարող խաղաթուղթ դառնալ, նախ քանի որ դեռևս ստորագրված չի, եւ երկրորդը, եթե գետնի վրա մենք խաղաղության գոնե տեսանելի, շոշափելի process չունենանք, անգամ ամենալավ փաստաթուղթը չի կարող ընտրական հաղթաթուղթ որպես այդպեսին դառնալ, այսինքն ժողովուրդը կույր չի, ժողովուրդը հասկանում է, եւ եթե օրինակ մենք ունենանք լավագույն փաստաթուղթը, որտեղ լավագույն դրույթները կան եւ դա ստորագրված է, բայց սահմանին չկա խաղաղություն, միևնույն է դա չի կարող դառնալ հաղթաթուղթ, այսինքն սա ուղղակի այդպես չասեմ մանիպուլյացիա է, բայց շատ հաճախ այդպես բացարձակ անհեթեթ քաղաքական խոսույթ է, որը որ նաև ազդեցություն չի ունենալու։ Եվ սրա կարևորությունը թերագնահատելն էլ մյուս կողմից շատ վտանգավոր է, որովհետև իսկ ինչ ենք ուզում մենք, հա, վերադարձ նոյեմբերի 9-ին մեծ հաշվով հիմնական ընդդիմությունը, որ այսօր ունենք, որոնք հիմնականում որպես այդպեսին պաշտպանում են ռուսական շահերը, ցավալիորեն սա պիտի շեշտենք, այո, հակված են առավելապես պնդելու, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ավելի լավն էր, մինչդեռ այնտեղ ոչ միայն այդպես համեմատության եզր չկա, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որպես այդպեսին հայտարարության տեքստը որպես այդպեսին զուտ զինադադարի մասին էր։ Այնտեղ հեռանկար, այնտեղ հնարավոր զարգացման process, որևէ բան չկար։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթը չափազանց լուրջ հեռանկար է Հայաստանի համար եւ ոչ միայն Հայաստանի, ընդհանրապես տարածաշրջանի համար նախանշում։ Արդյոք ունենք մտավախություններ, որ կարող է խախտվել, կարող է ի վերջո չստորագրվել, կարող է ի վերջո ստորագրվել, բայց չվավերացվել, հա, այսինքն այս բոլոր process-ները դեռևս առարչևում են։ Այս մտավախությունները բոլորս ունենք, բայց սա դեռևս չի նշանակում, որ պետք է ասենք, որ սա փաստաթուղթ չէ, կամ սա ընդհանրապես ոչինչ է, կամ դա ընդհանրապես Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է, որտեղ այսպիսի նաև չափազանց կարծում եմ վտանգավոր եւ նաեւ անհեթեթ հայտարարություններ ենք տեսնում, որ Ամերիկան է տարածաշրջան բերվում, ես սա խնդիր է Իրանի համար, խնդիր է Ռուսաստանի համար, չգիտես ինչու երկու պետություններից էլ հնչում ենք տրամագծորեն հակառակ հայտարարություններ են հնչում, բայց ներսում միևնույն է փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելով ել ավելի այդպես պաշտպանել ռուսական շահերը, հիմնականում ռուսական։ Տիկին Աբրահամյան, տեսեք, այդ նույն շրջանակները նաև պնդում էին, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը այդպես էլ կարող է մնալ թղթի վրա եւ այն կյանքի չի կոչվելու, եւ երբ Ադրբեջանը հայտարարեց, որ տարանցման այդ արգելքը վերացնում է, այստեղ սկսեցին խոսել, թե ինչ է դա տալիս հայկական կողմին, դա միայն կախվածություններն է ավելացնում, դա ոչ թե այլ ընտրանք, այլ կախվածություն, եւ առաջին չափաբաժին ցորենը Ռուսաստանից առաջին անգամ 30 տարվա մեջ Ադրբեջանով եւ Վրաստանով հասել է Հայաստան, շուտով նաեւ ղազախական ցորենը կհասնի Հայաստան, այս իրողությունները էլի ընդդիմությանը առանձնապես չի ուրախացնում, այստեղ միայն քննադատություններ են, որ սա իսկապես կախվածություն է եւ ոչ թե այլ ընտրանք, բայց հետաքրքիր է այստեղ եւ ուշագրավ Օվերչուկի հայտարարությունը, որ 30 տարվա մեջ վերջապես նման իրողություն ունենք եւ սա ցույց է տալիս Ռուսաստանի այսպես կառուցողական ջանքերը հարավային Կովկասում խաղաղություն ունենալու առումով։ Ռուսաստանը, այսինքն տեղի ունեցածը իրեն է վերագրում, այսպես նսեմացնելով նաեւ ինչ որ իմաստով արևմուտքի դերը։ Օրինաչափ են այս հայտարարությունները։ Ռուսաստանը այս դեպքում ուղղակի հնարավորինս շտապեց իրողությունից օգտվել, ցույց տալու, որ մենք էստեղ ենք, մենք եւս խաղի մեջ ենք եւ այդ խաղից դուրս վիճակը իրենց դեպքում հնարավորինս փորձեցին նվազեցնել, ոչ թե չեզոքացնել, որտեղ մեծ հաշվով հասկանում են, որ այնուամենայնիվ սա Թրամփի իրական ջանքերի եւ բավական լուրջ ներգրավվածության եւ լուրջ ներգրավված ջանքերի արդյունք է։ Եվ իրականում դա է նաև հատկանշական, որ ռուսականը ավելի արագ բնականաբար հասավ, քան ղազախականն էր եւ սա եւս ռուսական կողմից հնարավորինս ներգրավվելու եւ ցույց տալու, որ այնուամենայնիվ մենք եւս այստեղ ենք, անգամ եթե ճանապարհների դիվերսիֆիկացիա է տեղի ունենում եւ այլն։
Ինչ վերաբերում է կրկին քննադատությանը, այստեղ էմոցիոնալ առումով ես հասկանում եմ ինչու է միևնույն է անգամ ամենալավ բանը քննադատվում, որովհետև սա իրապես անսպասելի թերևս հաջողություն էր, երևի պիտի ասեմ, որը ինձ համար քննադատելու տեսանկյունից որևէ կերպ հասկանալի չի, որտեղ ես շատ բաներ քննադատում եմ, ես շատ բաների հարցերում կարող է համաձայն չլինեմ իշխանության հետ, կառավարող ուժի հետ, բայց այնինչ իրականում երբ տեսնում եմ, որ ի նպաստ պետության է արվել կամ որևէ կերպ նպաստելու է պետությանը, այդտեղ այդ քննադատությունը ուղղակիորեն դառնում է ինքնանպատակ։ Մենք տեսնում ենք ինքնանպատակ քննադատություն, որտեղ ինչա նշանակում կախվածությունը մեծացնում է։ Եթե լիներ իրավիճակ, որ մենք Լարսի ճանապարհը փակենք եւ ասեին միայն այս ճանապարհով ենք ներկրելու, համաձայն կլինեի, կասեի դե դրամաբանական է, ստացվում է ռուսական կախվածությունը, մենք փոխարինում ենք ադրբեջանական կախվածության, որը վտանգավոր է։ Բայց մենք չենք փակում Լարսի ճանապարհը, չէ՞, կամ չենք փակում մնացած որևէ այլ ճանապարհ, այդ թվում իրանական, այլ բացում ենք եւս մեկ ճանապարհ։ Այսինքն մենք իսկապես դիվերսիֆիկացնում ենք հնարավոր մնացած բոլոր կախվածությունները եւ այստեղ քննադատել որևէ բան եւ այնտեղ իհարկե կոնսպիրոլոգիական բազմաթիվ բաներ կան, որ կարող է ցորենը թունավորեն, եթե այնտեղ այլ ապրանքներ կան, վտանգավոր կարող է լինել եւ այլ։ Ի վերջո մենք պետություն ենք, թե պետություն չենք, մենք ի վիճակի ենք այդ ամենը ստուգել, որովհետև այո, ռիսկեր կարող են լինել ցանկացած երկրից գալուց, այսինքն նույնը կարող է լինել, ասենք Վրաստանում, հնարավոր չի օրինակ Վրաստանով, եթե ասենք, չգիտեմ, պիտի թունավորեն բարենային ինչ որ ապրանքներ, որևէ հատվածում, որևէ պետության տարանցման հատվածում դա հնարավոր է անել։ Մենք պիտի դա ստուգման ինչ որ process-ներ ունենանք եւ ունենք դրա կարողությունները ունենք վստահաբար։ Այնպես որ այս առումով այսպեսի տենց միայն խոսել ռիսկերից, միայն խոսել հասկանալի է ցանկացած բան գնահատելիս, նախ ռիսկերի գնահատում պիտի անես։ Բայց այդ հորետեսությունը եւ միանգամից ասել, որ սա կախվածություն է, մեծացնում է, չգիտեմ, կախվածությունը, որտեղ սա իրականում կախվածություն չէ, նաեւ փոխկախվածություն է, որովհետեւ ի վերջո նաեւ Ադրբեջանին է ձեռնտու ճանապարհի բացումը, որովհետև դա տարանցման վճար է եւ այլ, այսինքն սրանք իրականում հենց խաղաղությունը փոխկախվածության մեծացման մասին է եւ ցանկացած աշխարհի բոլոր կետերում է մեծ հաշվով իրական երկարատև խաղաղությունը տնտեսական փոխկախվածությամբ եւ փոխկապվածությամբ իրականացվել Եվրոպան ուղղակի դրա պարզ ապացույցն է։ Եվրոպական երկրները ընդ որում գրեթե բոլոր երկրները միմյանց հետ 100-150 տարի առաջ ունեցել են ամենասարսափելի, ամենաարյունարբու հակամարտությունները, ամենադաժան նաև միմյանց տեղահանումներով, ցեղասպան գործողություններով եւ այլ։ Հիմա վերադառնում են այդ ամբողջ process-ներին, թե ինչ որ փուլում 1945 թվականին եւ 46-47 թվականներին հասկացան, որ համատեղ պիտի տնտեսություն կառուցեն եւ դա է ըստ էության խաղաղության հիմնական գինը։ Եվ վերջին շրջանում ինչու են հատկապես ռուս որոշ պաշտոնյաներ այսպես ակտիվ հայտարարություններ անում Հայաստանի հետ կապված, մասնավորապես Տիկին Աբրահամյան Լավրովը վերջերս խոսեց այն մասին, որ Արևմուտքը փորձում է իր դեստրուկտիվ դերը մեծացնել Հարավային Կովկասում եւ իրենք ամեն կերպ փորձելու են դրան հակազդել։ Զախարովան Եվրամիությունը եւ Միութենական պետությունը դրեց նույն նժարի վրա եւ ասաց, որ օրինակ երբ որ Վարդան Ղուկասյանին ձերբակալում են, բա ինչու իրավապահ համակարգը չի գնում նաեւ այն մարդկանց ետևից, ովքեր կոչ են անում Հայաստանին միանալ Եվրամիությանը եւ այսպես շարունակ։ Մենք կարող ենք ենթադրել, որովհետեւ կարծիք կա, որ Հայաստանը, այսպես ասած, հետաքրքիր չէ Ռուսաստանին, Ռուսաստանը արդեն հասկանում է, որ դուրս է գալիս տարածաշրջանից։ Մենք ամեն դեպքում կարող ենք այսպես ենթադրել, որ այնուամենայնիվ Հայաստանը շարունակում է մնալ հետաքրքիր Ռուսաստանին եւ այս հայտարարությունները նաեւ ինչպես ընկալել։ Սա խանդ է, սա սպառնալիք է, սա զգուշացում է։
Վստահաբար Հայաստանը շարունակում է եւ չի կարող չլինել Ռուսաստանի հետաքրքրության, կենսական հետաքրքրության շրջանակի մեջ։ Եվ դա այդպես այսինքն ինչ որ ժամանակ ստիպված էր զիջել իր դիրքերը, որովհետեւ շատ ավելի կարեւոր էին իր եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի բիզնես նաեւ հնարավորությունները հատկապես սանկցիաների պարագայում ես սա իրականում միշտ անընդհատ եմ շեշտում եւ վերջերս նաեւ երկար էս առումով քննարկում ենք ունեցել մեր միջազգային լրագրողների այց էինք կազմակերպել, բավական պատկառելի պրոֆեսիոնալներ այցելել էին Հայաստան եւ բավական նաեւ հետաքրքրված էին հենց այդ թեմայով, հատկապես կապված 2020 թվականի ու երբ իրենց ուղակի ապացույցներով ներկայացնում էինք, որ 2020 թվականը մեծ հաշվով Ուկրաինայի պատերազմի նախապատրաստական փուլ էր, որովհետեւ ի վերջո Ռուսաստանը շատ լավ պլանավորում էր այդ հարձակումը եւ տարիներ շարունակ էր պլանավորում այդ հարձակումը եւ այդ հարձակման ընթացքում հասկանում էր, որ սանկցիաների ինչ որ փուլում վստահաբար պիտի ստիպված լինի տարանցիկ, այսպես ասած, ճանապարհներ գտնել տարածաշրջանում, իսկ դրա հիմնական իր գործընկերները պիտի լինեին Ադրբեջանը եւ Թուրքիան։ Դրա վճարով պիտի վճարեր, բնականաբար ոչ Ռուսաստանը եւ բնականաբար ինչպես իմպերիալիստական ցանկացած պետություն դրա վճարը պերիֆերիային են, այսպես ասած, պատվիրակում եւ այդ պերիֆերիան ըստ էության Հայաստանն էր Արցախի գնով։ Սա եւ նաեւ դրա ապացույցներից մեկ այլ ապացույցն էր, որ ուղիղ Ուկրաինայի պատերազմից ուղիղ 1 օր առաջ, անգամ կես օր առաջ կնքվեց Ադրբեջան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական հարաբերությունների համաձայնագիրը, որը իրականում բանակցվել էր տարիներ շարունակ եւ որի ի վերջո համաձայնությունը հասավ պատերազմից հետո արդեն ընդ որում այնտեղ ոչ միայն պատերազմից հետո, այլ նաև այն հիմնական դիրքերի վերցնելուց հետո ենթադրում եմ նաև ամբողջական Արցախի հայաթափման գործարքը եւ համաձայնությունը ստանալուց հետո։ Այսինքն գինը վճարեցինք ամեն դեպքում։ Գինը վճարեցինք ամեն դեպքում մենք եւ դա նաև տարբեր երկրների, նաև իմպերիալիստական Ռուսաստանի ցանկացած պետության հետ հարաբերվելու մոտեցումն է այդպես, իրենք սովորաբար նման իրավիճակներում գին չեն վճարում։ Նույնը եղել է 100 տարի առաջ գրեթե։ Սա իրականում խանդ է, սպառնալիք է, ինչպես դուք ասում եք, եւ հասկանալի է, որովհետեւ ինչ որ պահի այո, հիմա դուրս են եկել, բայց հասկանում են, որ չեն կարող թույլ տալ, որ Հայաստանը անդառնալի իր վերահսկողության տիրույթից դուրս գա։ Ինչու է նաև վերահսկողության տիրույթից առավել հեշտ մեզ հիմա դուրս գալ, որովհետև այն հիմնական գործիքը, որը կիրառվում էր Հայաստանի վրա, դա բնականաբար կոնֆլիկտն էր։ Ես սա շարունակաբար ասում եմ, որովհետև նաև էլի մանիպուլյացիաներ են հաճախ, քննարկումներ են, ի վերջո Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցներ, թե Ադրբեջանի դաշնակիցներ, որն է Ռուսաստանի շահը, որ պետության է ավելի շատ համընկնում եւ այլն, ընդ որում այս քննարկումները հաճախ արտերկրում երբ ունենում ես եւ երբ շատ հաճախ այդ շատ խորը նրբությունների մեջ մարդիկ իրականում որտեվ տարածաշրջանը միշտ չի որ բոլորը ճանաչում են եվրոպական պարլամենտում, ԱՄՆ-ում եւ այլն, եւ ես շատ հաճախ շեշտում եմ որ Ռուսաստանի հիմնական դաշնակիցը կոնֆլիկտն է, որովհետեւ այդ կոնֆլիկտն էր, որ հնարավորություն էր տալիս եւ Ադրբեջանի դեմ լծակներ կիրառելու եւ Հայաստանի դեմ լծակներ կիրառելու եւ ինչ որտեղ նաեւ Թուրքիայի հետ այդ տեսանկյունից բավական հետաքրքիր այսպես բանակցային դիրք գրավելու տեսանկյունից հիմա մեծ հաշվով չկա կոնֆլիկտ եւ այդ առումով իրենց համար չկա նաեւ այդ գործիքը կիրառելու մյուս գործիքը որ հիմա իրենք արդեն սկսել են կիրառել տնտեսականն է Այս տնտեսական գործիքներ են զգում են, որ ձեռքներից գնում է, որովհետև դիվերսիֆիկացիա է տեղի ունենում, հատկապես ճանապարհների տեսանկյունից, եւ այն միակ կախյալ եւ այդ կախյալությունը Հայաստանի կարող է ինչ որ մի փուլում
որքան արագ այնքան լավ, բնականաբար ինչ որ մի փուլում դա էլ կորցնեն, այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որովհետև մի պահ, մի փուլ տեսնում ենք, որ շատ այդպես հռետորաբանությունը նվազեցված է, եթե հիշենք ամիսներ առաջ Լավրովի եւ Արադ Միրզոյանի հետ հանդիպումը բավական կառուցողական էր Լավրովի խոսքը, շատ ընկերական, նաեւ գործընկերային, այդ առումով շատ զարմանալի, որովհետեւ սովորաբար շատ ուղղահայաց է լինում մեր հարաբերությունները եւ տարիներ, տասնյակ տարիներ հենց այդպես ուղղահայաց եղել։ Այդ հանդիպումը բավական հորիզոնական էր վերաբերմունքի անգամ տոնայնության տեսանկյունից։ Հիմա կարծես լարվածությունը մի քիչ ավելի մեծացել է, որովհետև հասկանում են, որ կարծես իսկապես շատ ռացիոնալ, որովհետև նաև Եվրամիության արդեն քայլերն են շատ ավելի արագացել, այցերն են շատ ավելի արագացել, այսինքն գործընթացները շատ ավելի այդպես իներցիոն բնույթ են կրում եւ թափ են հավաքում, եւ դա է նաև պատճառը, որ իրենց կողմից կարող է լինել այդպես զայրացկոտ, սպառնալից հայտարարություններ, սրանց մենք պիտի վերաբերվենք բավական այդպես զգուշավոր ըմբռնումով, բայց նաև պատասխանների տեսանկյունից ես շատ չէի շտապի այդպես կոշտ ինչ որ արձագանք ուղարկել, դրան պիտի վերաբերենք նորմալ, հնարավորինս շարունակենք իրենց հետ փորձել կառուցել հարաբերություններ, ես որևէ կերպ չեմ կիսում ընդդիմության այն հիմնական, որը էլի կեղծ նարատիվ է, կեղծ խոսույթ է, որ եթե մենք լավ լինենք ռուսների հետ, իրենք մեզ ավելի լավ կվերաբերեն, չկա այդպիսի բան, որովհետև եթե իրենց շահը բխում է Հայաստանի եւ որևէ կերպ համընկնում է Հայաստանի Հանրապետության շահի հետ, իրենք լավ կվերաբերվեն կամ եթե չի բխում, ուզում ենք ընկնենք ոտքերը, ուզում մենք, չգիտեմ, աղաչենք, ազգովի պաղատենք, դա չի փոխվելու եւ դա նաեւ բնական է եւ հասկանալի է, ցանկացած պետություն առաջնորդվում է իր շահով եւ ոչ թե որևէ մեկի խնդրանքով եւ որևէ մեկի գեղեցիկ աչքերի համար ինչ որ բան է անում, ինչի հույսը մենք ունենք 30 տարի եւ սա նաեւ մեր սխալ քաղաքականության եւ մեր հանրության մեջ ձևավորած էլիտայի քաղաքական էլիտայի կողմից ձևավորած սխալ ակնկալիքներն է, հա, մենք շատ հաճախ ենք ասում, այ ռուսները մեզ դավաճանեցին եւ այլը, դավաճանում են ընկերները, այ մեր սխալն է եղել, որ մենք ընկերական որևէ կերպ ընկերաբար ենք մոտեցել, իրավական առումով այո դավաճանել են, իրավական առումով այո չեն կատարել իրենց դաշնակցային հարաբերությունները եւ պարտավորությունները թե երկկողմ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, որովհետև ունեին այդ պարտավորությունները իրավական առումով եւ հապկի բազմակողմ հարթակում, բայց սա ես այդպես չեմ բնորոշում երբեք այ մեր մեծ ընկերը, մեծ եղբայրը մեզ դավաճանեց, որտեղ ես դա երբևէ այդպես չեմ էլ ընկալել, բայց մեր հանրության մեջ ձևավորվել էր այդ ընկալումը դա է նաև պատճառը, որ Զախարովանը պարբերաբար կարող եմ ասել այդպես գուցե վատ բառ է, բայց հիստերիկ հայտարարություններ անում, ընդ որում համեմատությունը չափազանց աբսուրդ է, հա, Եվրամիության եւ միասնական, այսպես ասած, Ռուսաստանի միասնական պետության, նախ Եվրամիություն սովորաբար բոլորն են ջանք դնում, ահռելի տնային աշխատանք կատարում, որպես այսինքն պետությունները իրենք են ցանկություն հայտնում լինելու Եվրամիության անդամ, մինչդեռ ինչի երբևէ չես խոսի ռուսական որևէ համագործակցային պլատֆորմի դեպքում, ԱՊՀ-ից սկսած 90-ականների, ՀԱՊԿ-ից վերջացրած եւ այլն, այսինքն մենք շատ հաճախ ենք ասել, որ ՀԱՊԿ-ին մենք անդամակցել ենք ոչ թե որ պաշտպանեն մեր անվտանգությունը, այլ որպեսի հանկարծ չմիանալու դեպքում մենք անվտանգային խնդիր չունենանք, սա եղել է այն հիմնական բանաձևը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կառուցման։ Եվ երկրորդը, երբ Զախարովան համեմատում է ընդհանրապես Եվրամիությունը միասնական պետության հետ, նախ պիտի հիշեցնենք, որ եթե դուք ուզում եք, որ Հայաստանը որևէ կերպ մաս կազմի այդ ձեր հորինած նեոսովետական միության, այսպես ասած, պետության, նախ պիտի ճանաչեք մեր սահմանները։
Հապկը ջերմուկի հարձակումից հետո, եթե 2022 թվականին հարձակումը տեղի ունեցավ բավական խորք, հա, այսինքն 10 կիլոմետր առնվազն, գուցե մի փոքր ավելի քիչ, բայց մեծ հաշվով հարձակումը գործել էր Հայաստանի բավական խորքը եւ դա սահմանային տարածք չէր։ Երբ դիմեցինք հերթական անգամ հապկին, ասացին՝ դե գիտեք, կարծես թե այդտեղ սահմանային բախումներ են, մենք չգիտենք սահմանը որտեղ է, որովհետեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա չի իրականացված։ Կներեք, եթե դուք չգիտեք Հայաստանի սահմանը որտեղ է, մենք չենք կարող մաս կազմել մեկ այլ վեր պետական մարմնի, որովհետև այդ մարմինը առնվազն պիտի ճանաչի Հայաստանի սահմանները։ Եթե դուք չեք ճանաչում մեր սահմանները, մենք վստահաբար չենք կարող որևէ կերպ այս քննարկումը շարունակել։ Եվրամիությունը ճանաչում է առնվազն այն սահմանները, որոնք հստակ են Ալմատի հռչակագրով։ Տիկին Աբրահամյան, տեսեք, առջևում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են, եւ մենք հասկանում ենք, որ տևական ժամանակ է նաեւ այդ մասին խոսվում է հիբրիդային պատերազմի մասին։ Եվ այս իմաստով նաեւ շատ է խոսվում, որ Ռուսաստանը հուշկու է լինելու, որովհետև վերջին ճակատամարտն է ճակերտավոր ասած եւ այսպես շարունակ։ Ինչ սпасել այդ հուշկու ասվածի տրամաբանության մեջ, ինչ քայլերի սпасել, որովհետև գիտեք, ամենատարբեր օրինակները կան Մոլդովայի, Ռումինիայի, եւ քանի որ վերջին շրջանում տեսնում ենք նաեւ ակտիվություն եկեղեցու կողմից եւ բարբերաբար հայտարարություններ, որոնք շատ կարծես թե նույն ծիրից են գալիս ինչ որ ռուս պաշտոնյաների խորհրդարանական ընդդիմության, մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանը գործիքայնացրել է նաև եկեղեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ պետականության դեմ։ Մենք նման ենթադրություն առնվազն կարող ենք անել եւ վերջերս օրերս Եզրաս arczepiskoposին այդ Nevsku մեդալով նաև պարգևատրել է, ինչ ժեստեր եւ արդյոք կար այդտեղ նաև քաղաքական մեսիջ, որովհետեւ գիտեք վարչապետը ազգային ժողովի ամբիոնից խոսում էր այն մասին, որ Եզրաս Ներսիսյանը KGB ագենտ է Ռուսաստանի եւ այսպես շարունակ։ Հիմա ինչպես հասկանալ այս քայլերի տրամաբանությունը։ Իրականում այո, նախընտրական շրջանում բավական ակտիվանալու է ռուսական հիբրիդային հարձակումները եւ այստեղ գործիքակազմը բազմաթիվ է, մեխանիզմները տարբեր են եւ այդ մեխանիզմները արդեն իսկ կիրառվել են Վրաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, բավական այդպես տարբեր գործիքներ են փորձարկել, փորձարկման արդյունքում վստահաբար դասերի այդպես վերանայում է տեղի ունեցել, հա, այսինքն մի գործիք աշխատել է, մեկը փոփոխվելու է եւ այլը, մեր բախտը այդ առումով չի բերել, մենք ավելի կատարելագործված հիբրիդային հարձակում կունենանք, որովհետեւ արդեն 3 երկրներում, որոնք շատ առումներով թե հանրային ընկալումների տեսանկյունից, թե զգայունությունների տեսանկյունից շատ նման են մեր հասարակությունները եւ այդ առումով շատ իրենց համար ավելի հեշտ է այդ նույն գործիքները ավելի կատարելագործված կիրառել մեր հանրության դեմ։ Այսինքն եթե այնտեղ ձախողել են, միևնույն է, այստեղ փորձելու են ավելի մեծ ձախողել են, այնտեղ ձախողվածի վրա բնականաբար վերահաշվարկ են անում, փորձում են ավելի կատարելագործել եւ ձախողումից դասեր են քաղում վստահաբար, կամ օրինակ Վրաստանում բոլորովին չեն էլ ձախողել, Ռումինիայում մեծ հաշվով չեն ձախողել, ուղղակի այնտեղ ժողովրդավարության պաշտպանության գործիքները, քանի որ նաեւ Եվրամիության հիմնական այդպես շրջանակներն են իրավական տեսանկյունից աշխատում, շատ ավելի ուժեղ են եւ չկարողացան, որտեւ ի վերջո չէին ձախողել, անցավ, ընդ որում Ռումինիայում եւ հենց այստեղ է շատ կարեւոր նաեւ մեր հանրության համար հստակ ընկալել, որ կարող են նաեւ լինել մարդիկ, որոնք մեր դեպքում, ընդ որում ռուսական տեխնիկաներից մեկն էլ եւ մեխանիզմներից մեկն էլ սա է լինելու, որ նոր դեմքեր են մտցնելու դաշտ։ Ընդ որում Նախաշեմին Ռումինիայում ընդամենը 2 ամիս առաջ մարդը, որը ընտրվեց որպես նախագահ, ի վերջո իհարկե չեղարկելով այդ ընտրությունները, խաթարելով այդ process-ը, բայց ընտրվեց որպես նախագահ, բացարձակ հանրությանը անծանոթ մեկը։ 2 ամիս առաջ Գորգեսկուն որևէ մեկը չէր ճանաչում եւ ընդամենը 2 ամսվա կտրվածքով կարողացան TikTok-յան, սոցիալական հիմնականում իհարկե այնտեղ TikTok-ն է աշխատել, բայց սոցիալական տարբեր մեդիաների գործիքներով կարողացան հանրաճանաչ դարձնել այդ մարդուն եւ հանրաճանաչ դարձնել եւ գործիքայնացնել այն աստիճանի մանիպուլացնել հանրային ընկալումները, որ մարդիկ ուղակի գնան եւ ընտրեն իրենց համար բացարձակ անծանոթ մեկին, որը հանրային դաշտում
գրեթե չի երևացել, որը հանրային որևէ բարիք ստեղծած իր կյանքում չկար, հանրային արժեք ստեղծած չկար, բայց մարդը կարողացավ հասնել նրան, այսինքն այսպիսի գործիքներ են կիրառվելու, որ մեր հանրությունը այդ առումով ավելի մեդիագրագետ չէ, քան օրինակ Ռումինիայի հանրությունը, մեծ հաշվով համարյա նույնն է, եթե չասեմ, որ գուցե ավելի վատ։ Այս առումով շատ վտանգավոր է։ Եկեղեցու գործիքայնացման հարցը իրականում շատ ցավալի է, որովհետև եկեղեցին մեր ինքնության, կարևորության, կարևորագույն մի մասն է։ Եվ այս բախումը շատ ցավալի է, ոչ միայն ցավալի է, բայց նաև շատ վտանգավոր է։ Բայց նաև միտումների տեսանկյունից եւ որովհետեւ ես դիտարկում եմ հենց ռուսական գործիքները եւ հիմա մենք այդ մասով մի փոքր նաև հետազոտություն ենք իրականացնում, եկեղեցին այո գործիք է դարձել նաև Մոլդովայում։ Եվ Մոլդովայում բավական մեծ հետաքննություն արվեց, Մոլդովայում բավական լուրջ հետաքննության արդյունքում բավական լուրջ այդպես քրեական հանցագործություն դուրս եկավ, թե փողերի լվացման տեսանկյունից, թե ընտրակաշարքի բաժանման տեսանկյունից, որում ներգրավել էին քահանաների բավական մեծ խումբ եւ այլ, այսինքն այս առումով դա նաեւ լրագրողական BBC լրագրողական հետաքննությունը նաեւ բացահայտեց, բայց քրեական գործեր արդեն գնում էին։ Այստեղ մի տարբերություն է Մոլդովայի, որը որ մեր դեպքում գուցե մի փոքր հանրային հաղորդակցման տեսանկյունից մի փոքր սխալ է գնացել, դա այնտեղ օրինակ նույն Մայա Սանդուի կողմից հնարավորինս քիչ միջամտություն էր տեղի ունենում։ Այսինքն հանրային հաղորդակցման տեսանկյունից քրեական գործերը կային, քրեական գործերի մասով բավական լուրջ այդպես հաղորդակցման գործընթաց իրականացվեց, բայց գործադիր իշխանության կողմից հնարավորինս քիչ էին միջամտությունները, որպեսզի որևէ կերպ դա չընկալվեր բախում պետության եւ եկեղեցու միջև։ Բայց հստակ ապացույցներ էին տրվում, որ այո, եկեղեցին ոչ միայն միջամտում, այլ ըստ էության պետության դեմ է աշխատել, որովհետև ռուսական այդ միջամտությունը փորձել է ազդել ընտրությունների վրա։ Մեր դեպքում այն, որ եկեղեցու սպասավորներից շատ-շատերին են ժամանակին, խորհրդային տարիներին ներգրավել տարբեր process-ներում, դա գաղտնիք չի, դա բոլորը գիտեն, այդ մասով բազմաթիվ նաև քննարկումներ են ժամանակին եղել եւ այլը։ Գիտենք, որ նաև շատերը չեն համաձայնել, շատերը դրա պատճառով նաև նույն 37 թիվն են տեսել եւ դատապարտվել են եւ սպանվել են, խեղդամահ են արվել եւ այլ, այսինքն այսպիսի իրավիճակներ մենք պատմության մեջ ունեցել ենք։ Բայց այն, որ եկեղեցին եւ շատ հաճախ այս հիմնական այդպես նարատիվն է տարածվում, որ պետությունը հարձակվել է եկեղեցու վրա։ Սա իրականում շատ մանիպուլատիվ է, որովհետև նախ պիտի հիշենք իսկ որտեղից այս խնդիրը ծագեց։ Եվ այս խնդիրը, այսինքն եթե շատ հետ չգնանք, չհիշենք 2018 թվականը, ընդ որում 2018-ին հենց եկեղեցու դեմ process-ը, որը որ այդպես ինչ շարժում էր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումն էր, որը որևէ կերպ պետության հետ կապ չուներ, որը որևէ կերպ քաղաքասարակության հետ կապ չուներ, սա ըստ էության իրականում հենց եկեղեցու ներսում ստեղծված process էր եւ այդ եկեղեցու ներսից էր այդ գործընթացը մեծ հաշվով կառավարվում, սա հենց իրենց ներքին խնդիրն էր եւ ցավում եմ, որ հենց այն ժամանակ այս հարցը ուղղակի չբարձրացվեց, նաեւ ցույց չտրվեց, որ պետություն ընդ որում այն ժամանակ նաեւ ես այն ժամանակ ազգային ժողովի պատգամավոր էի եւ ինձ մի քանի անգամ հարցրել էին։ Ես անդադ ասում էի, որ պետությունը այստեղ գործ չունի անելու, դա եթե ներսում ինչ որ խնդիր կա, դա ներսում պիտի լուծվի։ Սա փակվեց, խնդիրը կարծես թե այդպես լուծվել էր, բայց 2021-ին մենք ունեցանք հայտարարություն։ Կաթողիկոսը հայտարարեց հրաժարականի կոչ։ Կարող են իհարկե այստեղ քննարկել, որ կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ իրավունք ունի դա անելու որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ոչ կաթողիկոս։ Բայց այստեղ մի տարբերություն կա, եթե հայտարարությունը արվել է որպես կաթողիկոս, դա արդեն
եկեղեցին հատում է այդ սահմանը պետության հետ հարաբերությունների կամ չմիջամտելու սահմանը, որը սահմանադրությամբ է հակառակն է իհարկե սահմանադրությամբ հաստատված, որ պետությունը չի կարող միջամտել, բայց բնականաբար ենթադրվում է, որ մյուս կողմից եւս դա պիտի լինի։ Այսինքն մենք այսօրվա դրվագն ենք հիշում, բայց չենք հիշում իսկ որտեղից այդ խնդիրը մեծ հաշվով ծագեց։ 2021-ը այդ առումով ավելի այդպես բախման տանող մեկնարկային ճանապարհն էր, եւ եթե դու որպես ինստիտուտ մտնում ես մի դաշտ, որը քաղաքականությունն է, թերևս անխուսափելի պիտի դառնա նաև հակառակ եւ քաղաքականության մեծ հաշվով կանոններով հարվածները, որը ցավալիորեն տեսնում ենք, բայց թերևս այս իրավիճակում երևի անխուսափելի էր դա, որը շատ ցավալի է, ասում եմ, սա իրականում սրանից հաղթող մեծ հաշվով դուրս չի գալու։ Սա մեր պետության այն հիմքերը խալխլող իրավիճակ է եւ կարծում եմ, որ այս դեպքում եկեղեցին պիտի հետ քայլանի, պետությունը ընդ որում պետությունը որոշ չափով մի փոքր հետ քայլ արեց հատկապես հանրային հաղորդակցման տեսանկյունից, բայց միևնույն է, այս բախումը պիտի կանգնեցվի։ Բայց այն, որ մենք տեսնում ենք Պուտինի ձեռքից, ընդ որում սա բացարձակ անընդունելի է, որովհետև մենք համաշխարհային նաև ընկալման խնդիր ունենք։ Մենք հիմա խոսում ենք եվրոպական ճանապարհի մասին։ Մենք անդադ խոսում ենք, որ օրինակ նույն Արցախի պատերազմի ժամանակ, Արցախի հայաթափման ժամանակ ասում են եվրոպացիները ոչինչ չարեցին, բայց երբ դու անընդհատ շարունակաբար աշխարհի թիվ 1 հանցագործից վերցնում ես մեդալ, դա ոչ միայն մեր բոլորի համար նվաստացնողն է, դա մեր եկեղեցու, երբ խոսում են եկեղեցին քանդելուց, երբ խոսում են եկեղեցու այդպես կարևորությունը նվազեցնելուց եւ այլն, դրանից ավելի վատ քայլ չի կարող լինել, հա, այսինքն երբ եկեղեցու բարձրաստիճան սպասավորը, կաթողիկոսի եղբայրը ստանում է մեդալ աշխարհի թիվ 1 հանցագործից կամ թիվ 2, չգիտեմ, եթե համեմատենք Նետանյահուի հետ, բայց ամեն դեպքում սա բացարձակ անընդունելի է եւ այստեղ այո, ողջամիտ կասկած չենք կարող չունենալ, որ այդ պարգևը տրվում է կոնկրետ ծառայությունների համար։ Ընդ որում այդպիսի պարգև 2 կամ 3 տարի առաջ տրվել է նաև կաթողիկոսին։ Այսինքն որևէ կերպ այստեղ մեզ ստիպել, որ չմտածենք, որ կարող է այստեղ ինչ-որ, չգիտեմ, հատուկ ծառայություններուն ներգրաված լինելն է կամ ինչ-որ ուրիշ ծառայությունների մատուցման համար է տրվում այս պարգևը, որտեղ բավական լուրջ պարգև է եւ այդ պարգևը ստանալու համար դու իսկապես ինչ-որ ծառայություն պիտի մատուցած լինես։ Որն է այդ ծառայությունը։ Ցավալիորեն ես վստահ չեմ, որ մեր հատուկ ծառայությունները, հա, այսինքն ազգային անվտանգության ծառայությունները կկարողանան որևէ կերպ փաստեր կամ փաստաթղթեր գտնել այդ ուղղությամբ, որտեղ վստահաբար դրանք արվում են բոլորովին այլ հարաբերություններում, այսինքն որևէ տեղ չի արձանագրվում, հա, որ KGB-ի անդամ է եւ այլն, այսինքն սրանք եւ այս առումով շատ ավելի բարդ է ապացուցել ցանկացած ասածը, բայց այն, որ մենք բոլորս կարող ենք ունենալ ողջամիտ կասկած, կարծում եմ բոլորը ունեն այդ ողջամիտ կասկածը, շատերը կամ էլ ունեն այդ ողջամիտ կասկածը։ Լավ, այս թեմայի շուրջ վերջին հարցս փորձեմ ամփոփել թեման։ Ամեն դեպքում նաև վարչապետի այդ հայտարարությունները նույն KGB գործակալ լինելու հետ եւ նաեւ կաթողիկոսի հրաժարականը պահանջելը չի ենթադրում, որ ԱԱԾ-ն եւ կամ վարչապետը իր ձեռքի տակ ավելի լուրջ փաստեր ունի, դրանց մասին իդեպ խոսվում է բարբերաբար, նաեւ ամենատարբեր մեղադրանքներ են հնչեցվում նույն կաթողիկոսի ուղղությամբ եւ ասում են, որ այդ առումով ապացույցներ կան։ Միգուցե այդ ապացույցները հրապարակելու տեսանկյունից այնքան էլ լավ վիճակի մեջ չեն դնելու առաջին հերթին եկեղեցին, բայց ամեն դեպքում ինչ է կարծում այդ պահանջը, որ կաթողիկոսը պիտի հեռանա, դա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, թե ինչպես վարչապետն է հայտարարում, կուսակրոնության ուխտը խախտել-չխախտելու հետ է կապված։
Տեսեք, իրականում այստեղ հատկապես այդ հայտարարությունը, որ արվեց ազգային ժողովում վարչապետի կողմից, ես ենթադրում եի, որ օրինակ դրան կհետևի զրպարտության եւ բարի համբավը արատավորելու վերաբերյալ դատական հայց, եւ դա թերևս ամենառացիոնալ process-ը կլիներ, հա, այսինքն դատարանում գնային փորձային ապացուցել եւ եթե կային այդպիսի ապացույցներ ներկայացվեր եւս հարցը կփակվեր, մեծ հաշվով կփակվեր։ Եթե դրան չի հետևում որևէ դատական հայց, ես էլի կարող ենք ունենալ ողջամիտ կասկած, որ ուրեմն ճշմարիտ է։ Սրանք իհարկե շատ այդպես գուցե մանիպուլատիվ դատողություններ կարող են լինել, բայց սա նորից եմ ասում, այո, մի կողմից շատ վատ է, որ նման հայտարարություններ են արվում, գուցե շատ ավելի վատ կլինի, եթե օրինակ դրա վերաբերյալ փաստեր հրապարակվեն, որովհետև այստեղ մենք չենք խոսում կոնկրետ անձերի մասին, այստեղ խոսում ենք ինստիտուտի մասին եւ դարավոր ինստիտուտի մասին, որը երբ կար մենք անգամ պետություն չունեինք, որը շարունակաբար եղել է, երբ դեռ մենք պետություն չենք ունեցել եւ այլ, այսինքն սրանք մեր ամենակարևոր ինքնության պահպանման տեսանկյունից ամենակարևոր ինստիտուտներն են եւ այս առումով այս երկու ինստիտուտների բախումը որևէ կերպ անթույլատրելի է, բայց մյուս կողմից նաև պիտի հասկանանք, որ կոնկրետ անձինք դեռևս ինստիտուտը չեն եւ այդ կոնկրետ անձինք նաև պիտի իրենց վրա պատասխանատվություն վերցնեն եւ ինչ որ փուլում ուղակի կանգնեցնեն, հա, եթե իսկապես խախտվել է նախ կուսակրոնության, չնայած ես ի սկզբանե երևի այստեղ ուղակի չէի մտնի, եթե ես լինեի որոշողը, օրինակ նույն հանրային հաղորդակցման տեսանկյունից այս թեման ինչպես տանել։ Վստահաբար խնդիրը առավելապես ծագել է նրանից, որ ենթադրաբար ունեցել են կասկածնել, որ տվյալ ինստիտուտը ռուսական կողմից օգտագործվում է ընտրությունների կամ ընդհանրապես պետության դեմ, հա, պետության դեմ։ Եվ որպեսի ուղղակիորեն չթիրախավորվի ռուսական կողմը, որտեղ այստեղ նաև միջպետական հարաբերությունները կարող է խաթարվեին, ել ավելի խաթարվեին եւ այլն, ենթադրում եմ սա է պատճառը, որ ուղղակի գնացել ենք ոնց որ ուրիշ ճանապարհով, հա, կուսակրոնությունը, որը ցավալի է, որը օրենք է, որը եկեղեցական կանոն է, բայց մեր լայն հանրության համար սա առանձնապես մտահոգիչ, այսինքն բարոյական կողմը մտահոգիչ կողմ չէ, որովհետև վստահ եմ շատերն էին դրա մասին լսել, շատերի համար դա կարծես այդպես օրինաչափ էր։ Եվ այստեղ հանրային զայրույթ գեներացնելը այս թեմայով թերևս հասկանալի էր, որ հնարավոր չէր։ Այսինքն ես օրինակ այստեղից չէի սկսի, բայց նաև հասկանում եմ, թե ինչու է այստեղից սկսվել, որովհետև հասկանալի է, որ այստեղ միանգամից ուղղակի կպնել այլ պետության գործակալ լինելու հարցին շատ ավելի զգայունությունները մեծ են։ Եվ թեև ժամանակը սուղ է, Տիկին Աբրահամյան, բայց կուզենամ խոսենք նաև հայ-թուրքական հարաբերություններից, օրբելի ֆորումներ ընթանում Երևանում եւ այստեղ ի թիվս այլ երկրների ներկայացուցիչների Երևանում էին նաև թուրք եւ ադրբեջանցի գործընկերները, նախ կուզենամ դրան ձեր գնահատականը լսել, եւ ոչ սա հայ քաղաքական գործիչ Կարո Փալյանը հայտարարեց, որ 2026 թվականի սկզբին ամենայն հավանականությամբ Թուրքիայի հետ սահմանը կբացվի։ Նախ ընդհանուր առմամբ դուք դա հավանական համարում եք, թե չէ եւ ինչ դինամիկա սպասել այդ առումով եւ հարցազրույցի սկզբում դուք ասացիք, որ Եվրամիությանը կապող հիմնական ճանապարհը Վրաստանն է, քանի դեռ չի բացվել Թուրքիայի հետ սահմանը։ Հիմա սա կարող է նաև Եվրամիության երկրների համար ազդակ լինել, որպեսզի որոշակիորեն նաև Թուրքիայի հետ աշխատեն եւ չասեմ ճնշումներ բանեցնեն, աշխատելով փորձենք հասնել նրան, որ հայ-թուրքական սահմանը հնարավորինս արագ բացվի եւ դեպի Եվրամիություն ճանապարհը ընկալվի արդեն Թուրքիայի միջոցով եւ ոչ թե միայն Վրաստանի, այսինքն այս առումով էլ ունենանք այլընտրանք։ Այս ընդհանուր առմամբ այս ամեն ինչը հավանական համարում եք սահմանի բացում եւ կամ այս դինամիկան հարաբերություններում եւ այսպես շարունակ եւ Եվրամիության նաեւ ներգրավվածությունը այդ առումով։ Իրականում հատկապես վերջինս զարգացումը Ադրբեջանի կողմից ճանապարհի բացումը եւ ղազախական ցորենի, այդ թվում նաեւ ռուսական ցորենի ներմուծման հնարավորությունը մեծ հաշվով կարող ենք ասել Ադրբեջանի կողմից Թուրքիային վատություն էր, որովհետեւ հիմնականում ինչու է դեռևս Թուրքիայի սահմանը փակ, որովհետեւ վստահաբար Թուրքիան մեծ շահագրգռում ունի
սահմանը բացելու, որտեղ դա երկուստեք շահագրգիռ գործընթաց է, բայց հիմնական արգելակողը հասկանալի է, որ Ադրբեջանն է։ Եվ ստացվեց, որ Ադրբեջանը հնարավորություն է տալիս ղազախական ապրանքների, որտեղ սա նաև ձեռնտու է Ղազախստանին, ապրանքների ներմուծմանը, բայց հնարավորություն չի տալիս Թուրքիային։ Եվ վստահ եմ, որ այստեղ նաև քննարկում է ծավալվելու իրենց մեջ, որովհետև իրականում այստեղ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ այլևս իր շահերի հակառակ է գործում իր դաշնակից եղբայրը։ Եվ հասկանալի է, որ սա երկար չի տևելու, այսինքն մի քանի ամսից վստահաբար արդեն մենք այստեղ պիտի ունենանք առաջընթաց։ Ես չգիտեմ, գուցե վստահաբար Կարոփալյանը ունի նաև ներքին տեղեկություններ եւ այլն, բայց այստեղ զուտ նաև տրամաբանությունն է հուշում, որ եթե արդեն այս մի ճանապարհը բաց է եւ շարունակում է դերևս Թուրքիայի ճանապարհը փակ մնալ, իսկ այդտեղ հիմնական արգելակող գործոնը Ադրբեջանը, հասկանալի է, որ ինչ որ մի պահի Թուրքիան ասելու, այսինքն դու Ղազախստանի լավություն ես անում, ճանապարհդ բացում ես, ինձ խես այդ վատությունը անում, հա, այստեղ մի քիչ շատ անտրամաբանական է։ Մյուս առումով հարաբերությունների զարգացման եւ դինամիկայի տեսանկյունից իրականում շատ կարեւոր է նաեւ Եվրամիության ներգրավումը։ Եվ մեր օրինակ մենք որովհետև նաև մտակենտրոնների ղեկավարներ ունեինք եւ բավական լուրջ ազդեցիկ մտակենտրոնների ներկայացուցիչներ, որոնք նույն Գերմանիայից եւ այլն, որոնք երբ ընդհանուր այս կոնյունկտուրան հասկացան հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ նաև ճանապարհների բացման այս ամբողջ գործընթացը հենց իրենք էին ասում, որ սա նաև աշխատանք է մեզ համար մեր երկրներում բացատրելու, թե այս իրավիճակում ինչքան կարևոր է Թուրքիայի սահմանի բացում, այսինքն մեծ հաշվով, եթե Եվրամիությունը շահագրգռված է իրապես Հայաստանի անկախության եւ սուվերենության բարձրացման տեսանկյունից, դա առաջին հերթին նշանակում է ռուսական կախվածության նվազեցում, առաջին հերթին դրա լուծումը Թուրքիայի սահմանի բացումն է։ Եվ այստեղ այդ մանիպուլյացիան, որ եթե Ռուսաստանը դուրս է գալիս Թուրքիայի բարբիլայի հետ եւ այլն, այս անհեթեթ հակադրությունը ուղղակի չգիտեմ, ես դա ամենամեղմ բառով եմ ասում անհեթեթ, սա ամենակեղծ եւ ամենաստոր մանիպուլյացիան է, որ հնարավոր է ընդհանրապես մեր հանրության շրջանում տարածել։ Շնորհակալ եմ Տիկին Աբրահամյան հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի հանուն Հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար Ազգային ժողովի նախկին падգամավոր Գայանե Աբրահամյանի հետ, կհանդիպենք։